Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունվարի 23-ն է և այս հաղորդման ընթացքում շատ կարևոր մի մտքից ենք խոսելու, որը որ առաջացավ իմ մոտ, ճիշտ է անպայման կքննարկենք նաև միջազգային կարևոր իրադարձությունները, թե ինչ է տեղի ունեցել մի քանի ժամերի այս վերջի ընթացքում և կվերլուծենք դրանք, բայց հիմա քանի որ հետաքրքիր և շատ կարևոր միտք է առաջացել Հայաստանի անդամակցության մասով խաղաղության այդ խորհրդում և Հայաստանի հիմնադիր անդամ դառնալը, մենք երեք խոսում էինք, թե ինչ մեծ կարևորություն է տվել Թրամփը Հայաստանին և Ադրբեջանին, նստել է երկու երկրների ղեկավարների մեջտեղում, ճիշտ է այնտեղ 20 երկրներից մի փոքր ավել երկիր էր մասնակցում, այսինքն 58 երկիր չկար հրավիրվածներից և քիչ առաջ նաև տեղեկացանք, որ Կանադային հրավերը հետ է կանչվել, եվրոպական մեծ պետություններ ներկա չէին, բայց այնուամենայնիվ կարևոր հետաքրքիր կազմ էր նաև մեզ համար, 20 երկրներից ավել, ապագայում իհարկե, եթե Թրամփի հետ հարաբերությունները կարգավորեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, կարծում եմ նրանք էլ կանդամակցեն ի վերջո այդ խորհրդին, ինչ է այստեղ կարևորը և որ միտքն է իմ մոտ առաջացել, ուրեմն Թրամփի համար այս խորհուրդը չափազանց մեծ կարևորություն ունի և ինքը փաստացի ՄԱԿ-ի մանդատով ստեղծեց կառույց, ճիշտ է, որը որ պետք է զբաղվեր միայն Գազայով, բայց այն զբաղվելու է ամբողջ աշխարհով և ամբողջ աշխարհի խաղաղությամբ է զբաղվելու այդ խորհուրդը և Թրամփն է լինելու դրա նախագահը և ղեկավարը։ Թրամփն է լինելու ասելով հասկանում եմ այն, որ ոչ միայն որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, այս պայմանությամբ այդպես, ապա նաև ապագայում, եթե ինքը արդեն չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ինքը ցմահ լինելու է այդ խորհրդի ղեկավարը։ Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, ինչ ասեմ, այսպիսին է իրավիճակը եւ իրականությունը, եւ մենք էլ պետք է շատ խելացի վարվենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակում շարժվել մեր ազգային ու պետական շահերով։ Եվ Հայաստանի ներկայությունը շատ լավ էր, շատ ճիշտ էր եւ պարտադիր էր, բայց քանի որ խոսվում է 1 միլիարդ դոլարի ներդրման մասին, հիմա պարզվում է, որ անպայման չէ, որ հենց հիմա Հայաստանը անդամավճար վճարի 1 միլիարդ դոլար, 3 տարի կարող է այդ անդամավճարը չվճարել, հետո արդեն անդամ մնալու համար Հայաստանը եւս եթե ցանկանա պետք է վճարի անդամավճար 1 միլիարդ դոլար։ Մեկ բան է շատ կարևոր հասկանալ, որ ես համոզված եմ գրեթե, որ Ադրբեջանը պատրաստ է վճարելու այդ գումարը։ Մենք իհարկե այդ գումարը չունենք, դա շատ մեծ թիվ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե Հայաստանի Հանրապետության ռազմական ծախսերը այս պահի դրությամբ 1 միլիարդ 700 միլիոն դոլարի մոտ են, ապա պատկերացրեք 1 միլիարդ վճարելը ինչքան մեծ բեռ է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այդ 1 միլիարդ 700 միլիոն դոլարը, եթե չեմ սխալվում, Հայաստանի բյուջեի 6%-ն է կազմում։ Հայաստանը պարզից պարզ է, որ հնարավոր չէ, որ 3 տարի անց կարողանա վճարել 3 միլիարդ դոլար։ Դա շատ մեծ փողեր են կրկնեմ, բայց այս ամենի համար կա մեկ շատ կարևոր լուծում։ Եվ օգտվելով Թրամփի հոգեբանությունից, իր խառնվածքից, կարելի է ընդհանրապես այսպիսի առաջարկ ներկայացնել Դոնալդ Թրամփին։ Հայաստանը 3 տարի անց պատրաստ կլինի վճարել 1 միլիարդ դոլար, բայց դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է շատ լուրջ ներդրումներ իրականացնեն Հայաստանի Հանրապետության մեջ։ Դրանից բացի, հաշվի առնելով այն, որ Հայաստանը իր բյուջեի 6%-ից ավելը ծախսում է կոնկրետ պաշտպանության վրա, 1 միլիարդ դոլարի հատկացումը այդ փոքրիկ երկրի համար, շատ փոքրիկ տնտեսության համար, դա ահռելի մեծ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը կրկնեմ աղքատ երկիր է համարվում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը կարող է վճարել միայն այն պարագայում այդ 1 միլիարդ դոլարը, ինչպես արդեն նշեցի, եթե
Ամերիկայի Միացյալ Նահանգներից լուրջ ներդրումներ լինեն, գիտենք, Nvidia-ի ներդրումը 500 միլիոն դոլարի մասին է, հիմա Trip-ը շատ մեծ ծրագիր է, այն եւս հավելյալ գումարներ կբերի Հայաստանի Հանրապետություն, եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են Հայաստանի հետ փոխօգնության անվտանգային շատ կարևոր պայմանագիր ստորագրեն, տան Հայաստանին անվտանգային շատ բարձր երաշխիքներ, դա նույնպես կխրախուսի տարբեր երկրների ներդրումային ծրագրերը Հայաստանում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ այլ երկրներից միանգամից մեծ եւ լուրջ ներդրումներ կիրականացվեն Հայաստանում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ հեշտ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, գտնեն փոքրիկ երկիր։ Այդ պայմաններում միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնվել 1 միլիարդ դոլար մուտքավճար ունենալ տվյալ խորհրդի մեջ։ Այսինքն 3 տարի անց Հայաստանը կկարողանա 1 միլիարդ դոլարի մուտքավճար վճարել տվյալ կազմակերպությանը անդամ մնալու համար։ Այսինքն այս մեր հաղորդումը հիմնականում կոչի Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ եթե մենք շատ ճիշտ ձևակերպենք այս մոտեցումը, ճիշտ ծրագրով թիմենք կոնկրետ Դոնալդ Թրամփին, մենք կարող ենք ոչ միայն եկամուտներ ստանալ այդ խորհրդի ձևավորումից, այսինքն ճիշտ մոտեցումից, Թրամփը շատ է շահագրգռված, որպեսզի ներդրումներ լինեն, միանշանակ նույնիսկ հարուստ պետությունները չեն ցանկանա հիմա ներդնել 1 միլիարդ դոլար, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ մեծ երկրներ, մեծ տնտեսությամբ երկրներ ընդհանրապես չմասնակցեցին եւ ոչ միայն փողի պատճառով, այլ քաղաքական տարաձայնություններ ունենալու պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կոնկրետ Դոնալդ Թրամփի հետ։ Իսկ Հայաստանը կարող է կոնկրետ այդպիսի առաջարկությամբ դիմել Դոնալդ Թրամփին։ Եվ երբ որ ասում եմ անվտանգություն, այն պարտադիր չէ, որ անվտանգությունը մեր պետք է ապահովել միայն Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք տեսնում ենք, որ սպառնալիք է դառնում Իրանը, սպառնալիք է մեզ համար դառնում է ցավոք սրտի սպառնալիք է դառնում համար առաջին Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար։ Դրանում կհամոզվենք մենք այս տարի հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարծում եմ, բայց բնականաբար չի ուզենա տեսնել այդ ամենը, սակայն կարծում եմ մենք բոլորս պարզից պարզ դրանում ավելիով կհամոզվենք։ Եվ կրկնեմ, որպեսզի այլևս չավելացնենք, շատ չերկարացնենք, Թրամփին պետք է ներկայացնել ընդամենը մի քանի բան ամենակարևորը, որ Հայաստանի Հանրապետությունը իր բյուջեի 6%-ից ավելն է ծախսում պաշտպանության վրա, եւ այն կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության չափը, Հայաստանի մասշտաբները այդ ամենը պետք է ներկայացնել Դոնալդ Թրամփին եւ նույն ժամանակ ասել, որ Հայաստանը պատրաստ է ներդնել 1 միլիարդ դոլար 3 տարի անց, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ ներդրումներ իրականացնեն Հայաստանում, ինչպես նաեւ ստորագրեն փոխօգնության փաստաթուղթ, անվտանգային կարևոր փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության հետ, ինչը նաեւ բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, որպեսզի Trip-ը որևիցե խնդիր եւ խոչընդոտ չունենա։ Կարծում եմ շատ պարզ էր իմ միտքը, հնարավոր է շատերը քննադատեն, հնարավոր է ասեն, թե ինչ առաջարկ է, ինչ առաջարկներ են, բայց սա ուղղակի մի գաղափար է, որը որ առաջացել է իմ մոտ եւ կարծում եմ, որ իրավունք ունի ամեն դեպքում կյանքի գոյության այս գաղափարը եւ Հայաստանի իշխանությունները լավ կլինի, որ ամենաբարձր մակարդակով քննարկեն այս հարցը, քանի որ այդ ձևավորված խորհուրդը, քանի Թրամփը նախագահ է Ամերիկայի Միացյալ Նահանգների, միանշանակ գոյություն ունենալու է եւ այդ 3 տարին գոյություն ունենալու է եւ մենք կարող ենք ստանալ դրանից ավելի շատ, քան տալ։ Նաեւ կարող ենք ստանալ ֆինանսական իմաստով շատ բան։ Բայց մեկ կարևոր հարց էլ կա, որին որ ուզում եմ անդրադառնալ։ Շատ կարևոր է, որ այդ անվտանգային խորհրդի մեջ լինի նաեւ Վրաստանը։ Ու եթե Վրաստանը չլինի այդ խորհրդի մեջ, ապա Հարավային Կովկասի անվտանգությունը մեծ հաշվով անիմաստ կդառնա։ Դրա համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նաեւ Վրաստանի ուղղությամբ լուրջ աշխատանք տանեն, Վրաստանի իշխանությունների հետ աշխատանք տանեն, ինչպես նաեւ
Վրաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները փորձեն կարգավորել, օգնեն, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, թե չէ Թրամփը շատ լուրջ ձևով սկսել է անտեսել Վրաստանին։ Չի անտեսում Բելարուսը, չի անտեսում Ռուսաստանի Դաշնությունը, չի անտեսում Չինաստանը, բայց նույն ժամանակ անտեսում է Վրաստանը, ինչպես հասկանանք Թրամփի տրամաբանությունը այս հարցի շուրջ։ Դրա համար այս առումով եւս Հայաստանի Հանրապետությունը համոզված է իր իսկ շահերից բխելով պետք է շատ լուրջ աշխատանք իրականացնել։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ քննարկել այնինչ տեղի ունեցել 3 աշխարհում։ Այսինքն մենք 3 երեկոյանել ենք ունեցել հաղորդում, բայց մի քանի ժամերի ընթացքում հետաքրքիր իրադարձություններ են ծավալվել։ Նախ Զելենսկիի ելույթը չափազանց կարևոր է Շվեյցարիայում եւ մենք տեսանք, որ Զելենսկին ուղղակի քննադատում էր շատ կոշտ նաեւ եվրոպական առաջնորդներին, եվրոպացիներին, ասելով, որ ոչինչ նորմալ իրենք չեն անում հակազդելու համար Ռուսաստանի Դաշնությանը, չեն ձերբակալում նույնիսկ ռուսական նավերը, չնայած Ֆրանսիան 3 հետաքրքիր օպերացիա իրականացրեց եւ նավեր ձերբակալեց ռուսական։ Նաեւ Զելենսկին առաջարկեց, որ ինքը եւս կարող է կարևոր ներդրում ունենա Գրենլանդիայի անվտանգության հարցում, այսինքն ինքը ասելով Ուկրաինան, եւ կարող է օգնել խորտակել ռուսական նավերը, որոնք որ մոտենում են Գրենլանդիային։ Այնց բացի նա խոսեց նաեւ Իրանից, ասելով, որ բոլորը սպասում են, թե ինչ է անելու Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում եւ իրենք ոչինչ չեն ձեռնարկում։ Ընդհանուր առմամբ շատ ճիշտ հայտարարությամբ է հանդես գալիս Զելենսկին, եւ դրանից բացի մենք տեղեկացանք Զելենսկիից, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հիմա Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև բանակցություններ են տեղի ունենում, երկկողմ բանակցություններ, 2 օր են տևելու այդ բանակցությունները եւ այդ բանակցությունները տեղի են ունենալու հիմա Մոսկվայում Վիտկով Քուշներ Պուտին հանդիպումից հետո, որը որ տևել է մոտ 4 ժամ։ Շատ տեղեկություններ չկան այս հանդիպումից, ընդհանուր առմամբ կարծես գաղտնի են պահվում վերջերս այդ բանակցությունները, միայն հայտարարություններ, որ կողմերը շատ մոտ են, Վիտկովն էլ ասում էր, մեկ հարց է քննարկվում, այդ հարցը հետո ուրիշ տեղերից լսեցինք, որ հիմնականում տարածքների է վերաբերվում եւ եթե տարածքների հարցը չլուծվի, Ռուսաստանի Դաշնությունը սպառնում է, որ կշարունակի այս պատերազմը։ Մենք նաեւ խոսել էինք այն մասին, որ չնայած որ Վիտկովը եւ Կուշները մեկնում են Մոսկվա, մեկ այլ բանագնաց Քիթ Քելոգը, գեներալ Քիթ Քելոգը, որը որ հիմա կողքի է քաշվել այդ բանակցային գործընթացից, հայտարարում է, որ եթե հունվար-փետրվար եւ նաեւ չափով մարտ ամիսը Ուկրաինան գոյատևի, ապա կկարողանա նույնիսկ հաղթանակ տանել պատերազմում, քանի որ ամենադժվար փուլը անցած կլինի։ Հիշեցնեմ, որ հիմա շատ մեծ աղետալի իրավիճակ էներգետիկ առումով Կիևում, բայց Զելենսկին իր խոսքի մեջ ասում է, որ ամեկ ամսվա ընթացքում իրեն հաջողվում է ոչնչացնել Ռուսաստանի զինծառայողներից 35,000 ռուս զինծառայողներ, այսինքն շատ մեծ են թվերը, դրա համար ըստ Զելենսկի իրենք հաղթանակ են տանում այս պատերազմում։ Այսինքն ասածս այն է, որ հիմա 2 օրյա բանակցություններ են մեկնարկում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջև, դրա համար հիմնականում Վիտկովը եւ Կուշները ժամանել էին Մոսկվա բանակցելու Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նաեւ մի քանի այլ հայտարարություններով է հանդես եկել, դրանցից ամենակարևորը ըստ ինձ վերաբերվում է Իրանին, հիշում եք, Իրանի մասով ես հայտնում եմ իմ կարծիքը եւ կարծես այս վերջի հայտարարությունը Թրամփի համընկնում է իմ կարծիքի հետ, այսինքն իմ վերլուծությունների հետ, որ շատ բան կարող է տեղի ունենալ Իրանի շուրջ, շատ իրադարձություններ կարող է տեղի ունենալ եւ ոչ լավ իմաստով իրադարձություններ իհարկե։ Եվ Թրամփը ասում է, որ մենք մեծ ուժեր ենք ուղարկում դեպի Իրան, մեծ նավատորմ ենք ուղարկում եւ տեսնենք ինչ կլինի։ Ու Թրամփը ասում է, որ ես կնախընտրեի, որ ոչինչ չլիներ, նրանց շատ ուշադիր հետևում ենք, Թրամփը ասում է, այսինքն Իրանին ուշադիր հետևում են, ինքը նախընտրում է, որ ոչինչ չլինի, բանակցությունները փորձում վարել Իրանի հետ, բայց մեծ ուժեր է կուտակել։ Մեծ ուժեր է կուտակել, ինչը մեզ հուշում է, որ կարող է իրադարձությունները շատ արագ եւ սրընթաց ծավալվեն, նաեւ տեղեկություններ ունենք, որ իսրայելական զորքը արդեն պատրաստ է հերթական մեծ պատերազմին ընդդեմ Իրանի։
Այսինքն այդ ամենին տեղեկանում ենք իսրայելական մամուլից։ Իսկ Գրենլանդիայի մասով եւս մեկ հետաքրքիր հայտարարություն է արել Թրամփը, որը որ կարծես մեր երեկվա հաղորդման շարունակությունն է։ Այսինքն Թրամփը կարող է վաղը փոխել իր հայտարարությունների ոճը, բայց հիմա կարծես թե արդեն կամաց կոնստրուկտիվ դաշտ են փոքր վերադառնում Գրենլանդիայի մասով, ասելով, որ ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել են, որ ՆԱՏՕ-ն կհամագործակցի Գրենլանդիայի շուրջ, Գրենլանդիայի անվտանգության շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս պայդրությամբ այս կանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։